Նոյեմբերի 5-ին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին։ Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը նոյեմբերի 5-ից 6-ը գտնվում է Հայաստանում Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հայկական կողմին փոխանցելու նպատակով։ Արփինե Սարգսյանի խոսքով վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է ուղղված վստահության եւ ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության եւ հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։ ԵՄ ներկայացուցիչը բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը եւ շնորհակալություն հայտնել նախարար Սարգսյանին գործընթացի արդյունավետ համակարգման համար։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է իրականացնելու բարեփոխումները նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ եւ դյուրին ճամփորդելու հնարավորություններ դեպի Եվրոպական միություն։